Ողջույն իմ սիրելի կյանքի խոսք եկեղեցի։ Այսօր ես կցանկանայի կիսվել ձեզ այդ խոսքով, որը վերաբերվում է ընտանիքին։ Գիտեք, շատ կարևոր է ընտանիքը, որովհետև ընտանիքը դա երկրի հիմքն է, ընտանիքը եկեղեցու հիմքն է եւ ընտանիքը ընդհանրապես մարդու հիմքն է։ Շատ անգամ մարդիկ հարցեր են տալի, խոսում են, որ պետք է ընտանիք ստեղծել, թե պետք չի, ինչի է պետք մարդը տանջվում ընտանիքում, բայց գիտեք, Աստված ստեղծել ընտանիքը եւ բարձրացրել ընտանիքը։ Ամեն մարդ ունի ինչ որ միսիա, որ կատարում է այս աշխարհի մեջ, այս աշխարհ գալուց հետո։ Եվ գիտեք, Աստված որ ստեղծեց մարդուն, ինքը ստեղծեց մարդուն շատ լավ, հետո ստեղծեց կնոջը, շատ հրաշալի, եւ ասեց աչեք, սրտացեք եւ լցրեք այս աշխարհը։ Այսինքն դա ստեղծումն էր ընտանիքի։ Մի բան ասեմ, որ Ադամը մենակ էր, չնայած Աստծո ներկայությունը, չնայած դրախտային այդ իրավիճակին, որ ինքը ապրում էր դրախտում, ինքը մենություն զգաց։ Շատ անգամ մարդիկ մտածում են, եթե իրանք դրախտում են ապրում եւ դրախտային վիճակ ստեղծեն, իրանք կարիք չեն ունենա։ Ոչ, նրանք ունեցան կարիք, իրականում ինչ որ մեկի կարիք ունեցավ, Ադամը ունեցավ կարիք, եւ Աստված հասկացավ։ Գիտեք, Աստված չասեց Ադամ, միթե ես քեզ հերիք չեմ։ Եվ նա հասկացավ եւ ասեց ստեղծեմ նրա համար մեկին։ Եվ գիտեք, չնայած Աստծո ներկայությունը, չնայած դրախտային մթնոլորտին, մարդը մարդու կարիք ուներ։ Եվ Աստված վերցրեց Ադամի կողի ոսկորից եւ ստեղծեց կնոջը։ Կինը ստեղծվեց հրաշալի ձևի, եթե տղամարդը ստեղծված էր հողից, ապա կինը ստեղծվեց իրականում մարմնից եւ հրաշալի ձևի ստեղծվեց։ Ադամը արթնանալուց որոշում կայացրեց եւ ասեց. «Սա իմ մարմինն է, իմ մարմնից եւ ոսկորին ոսկրից, սրանք կոչեն կին»։ Այսինքն եւ մարդը մեկ կլինի։ Այսօր երբ որ տղամարդը եւ կինը իրար հետ վիճում են, ամուսինները իրար հետ վիճում են, իրականում մարդիկ վիճում են իրար հետ։ Եթե դու քեզ հետ կռվես, դա ծիծաղալու կլինի, բայց մենք մի մարմին ենք, կինը եւ ամուսինը մեկ մարմին են, եւ եթե շատ հարցերում վիճում են, ավելի լավ է իրար հետ միաբանվեն, իրար հասկանան։ Նույն բանը կատարվում է մարդու ներսում, եւ որ միշտ վիճում է ինքը իր հետ եւ ոչ բանը չի համաձայնվում, ոչ բանը չի համակերպվում։ Եթե մենք ներսի խաղաղություն, հանդարտություն ունենանք, կողքինի հետ էլ դա նույնը կունենանք եւ կստեղծենք աստվածային դրախտային ընտանիք։ Այսպիսով մեր միսիան ոչ թե միայն այս աշխարհ գալն է, նույնպես ստեղծել ընտանիք եւ բարձրացնել ընտանիքը։ Գիտեք, Աստված տվել է մեզ կյանք 100 տարի, 90 կամ 80, չգիտեմ, ում մոտ ոնց ով ինչքան կապրի, բայց տվել է մի կյանք, որպեսզի մենք աստվածային միսիա կատարենք։ Շատ մարդիկ մտածում են, ինչու է պետք ընտանիքը։ Գիտեք, երևակայ եթե քեզ պետք է ասում, պետք է, մարդկությանը պետք է, հասարակությանը պետք է, որպեսզի աճենք, շատանանք, լցնենք այս աշխարհը եւ նույնպես ունենանք այն կոչումը, որ Աստված մեզ կանչել է լինենք, բայց մինչև դա, որ եկեղեցին կլիներ, մինչև դա, որ բիզնեսները կլինեն եւ տարբեր քաղաքական գործիչները, Աստված ստեղծեց ընտանիք եւ ասեց եղեք իրար հետ։ Այսպիսով ընտանիքը Տիրոջ կամքն է։ Բայց այսօր ինչի մասին կցանկանայի խոսեի, ընտանեկան փոխհարաբերությունների մասին։ Գիտեք, մի նամակ, որ ես կցանկանայի կարդալ ձեզ, շատ հետաքրքիր է եւ սա ինձ մի անձնավորություն ռուսերենով էր իհարկե գրված, ես թարգմանել եմ հայերեն, գրեց Վալենտինի օրը, երբ որ մենք ընդհանրապես մարդկությունը նշում էր Վալենտինի օրը, այսինքն սիրո օրը, սիրալվածների օրը, եւ նա ինձ հետաքրքիր մի նամակ գրեց, եւ կուզեմ ընթերցեմ ձեզ համար այս նամակը։ Հովիվ, ինձ համար շատ ծանր է սա գրել, բայց ուզում եմ բացել սիրտս։ Ինչ որ կերպ ամեն ինչ անարդար է ստացվել եւ ես ինքս չեմ հասկանում ինչու այդպես եղավ։ Այսօր Սուրբ Վալենտինի օրն էր։ Կինս ուզում էր այդ օրը նշել մեր տանը, մեր ընկերների հետ միասին, որպեսզի բոլորով հավաքվենք եւ շատ լավ օր ունենանք։ Իհարկե, շատ լավ է սա։ Ավելի քան 2 օր պատրաստվում է այդ տոնին։ Ամբողջ սրտով էի ջանում եւ ավելի քան $700 ծախսեցի պատրաստության վրա, խանութ գնալ, վազվզել, գնել սա, գնել մյուս բանը, կինս ասում էր սա չի երիկում, գնում է, բերում է, եւ այսպիսով եկավ այդ օրը։ Ես պատրաստվում էի խորոված սարքեի, տարբեր տեսակի տաք կերակուրներ եւ պատրաստում էի։ Դուրսը կանգնած պատրաստում էի տարբեր տեսակի կերակուրներ, կազմակերպում էի այդ օրը, որպեսզի մեր երեկոն լինի համով եւ գեղեցիկ։ Այդ ընթացքում իմ ընկերը իր կնոջ համար մոտավորապես $300 ծաղիկներ գնեց եւ ռոմանտիկ նվիրեց նրան։ Նրանք նաեւ Instagram-ում դա գրառում արեցին
եւ մարդիկ դիտում էին, թե ոնց է տղամարդը ծաղիկ նվիրում այդ օրը իր կնոջը։ Նրանք եկան մեզ մոտ երեկոյան, ընտրեցին մեզ հետ ժամանակ անցկացրին եւ երբ արդեն պետք էր հավաքել ամեն ինչ, ռոմանտիկ հեռացան։ Դրանից հետո կինս ասեց, որ մեր մեջ ռոմանտիզմ չկա, ինչպես իմ ընկերոջ մեջ, որ նույնիսկ ծաղիկներ չեմ տվել նրան եւ ուշադրություն չեմ դարձրել։ Իհարկե նա նայում էր Instagram-ը եւ նայում էր ով ծաղիկներ է տվել, իմ արած խորոված այնտեղ չկար։ Այս խոսքերը շատ խորապես վիրավորեց ինձ դատարկ եւ չգնահատված զգացի։ Ամբողջ հոգիս եւ ուժս ներդրել եւ որպեսզի այդ տոնը առանձնահատուկ լիներ մեզ համար, որովհետեւ կինս էր դա ցանկացել։ Անկեղծ ասած, ներսս շատ կոտրված էր։ Նույնիսկ միտք առաջացավ, որ հաջորդ տարի պարզապես ես կգնեմ ծաղիկ, որը շատ էժան է եւ չարչարանք չի պահանջում։ Կգնեմ ծաղիկ եւ մի սուրճ, մի բաժակ սուրճով առավոտ կտամ կնոջս, երեխայիս կասեմ, որպեսզի նկարանի կդնեմ ինտերնետի մեջ եւ ես այդ ժամանակ կհասկանամ, որ ես դարձա ռոմանտիկ մարդ։ Հասկացա, որ ռոմանտիկ լինելը կարծես ավելի կարեւոր է, քան գործնական լինելը։ Ինձ ցավ է եւ չեմ ուզում, որ սրտումս դառնություն մնա։ Այդ պատճառով որոշեցի կիսվել, խնդրել խորհուրդ, որ աղոթեք, շնորհակալություն, որ լսեցիք։ Այս նամակը ես որ ստացա, ես կարդացի, իհարկե ես այս հանձնավորության հետ հետո շփվեցի, խոսեցի եւ թույլատվություն հարցեցի նրան կարդալ այս նամակը, նա ինձ թույլ տվել, որպեսզի կարդամ այս նամակը։ Եվ գիտեք, այս նամակը փոխում է ողջ մեր մտածելակերպը, ամեն ինչ փոխում է։ Գիտեք, նախ եւ առաջ վերցնենք, որ այդ օրը ես ստուգեցի, որ Վալենտինի օրը սիրարվածների օրն է, ոչ թե միայն կանանց օրը, նույնպես տղամարդկանց օրն է, այսինքն ինչքան նվեր պետք է մեկը ստանա, այլքան նվեր մյուսը պետք է ստանա։ Բայց հարցը դրանում չի։ Ինչն է խնդիրը, որ այսպես ամեն ինչ կատարվում է։ Մարդը իհարկե գնում է, բերում է, որպեսզի լավ ամեն ինչ լինի, բայց մարդիկ նկատում են մեկին, որ պարզապես ծաղիկ է նվիրել եւ դրվել Instagram-ի մեջ։ Ինչ ենք մենք ուզում ցույց տանք այսօր մարդկանց։ Իհարկե ես այդ տղամարդու հետ խոսեցի, ես նրան ասեցի, բայց չէ որ դու էլ չես նկատել, դու մենակ միայն խորովածն ես արել, բայց չէ որ քո կինը աղցաններ է սարքել, տարբեր տեսակի բաներ, ասեց այո, նա սարքել է, հետո հավաքել է, սեղան է գցել, այո, նա արել է, ասես տեսնում ես, որ դու էլ չես նկատել։ Եվ այսպեսով սիրելիներս, ես ուզում այսօր խոսել նկատելու մասին։ Եթե մենք չնկատենք, չենք կարող մենք սիրենք, որտեղ սիրո մեջ իրականում մի բան կա։ Եթե դու չես նկատում, չես սիրի։ Եթե ես ինչ որ մեկին ասում, ես այդ մարդուն սիրում եմ, բայց չեմ նկատում նրա արարքները, դա սուտ կլինի։ Երկերկոցում գրված է հետաքրքիր տողեր այսպես։ Երկերկոց 2-րդ գլուխ 15 խոսք։ Բռնեցեք ձեզ համար աղվեսներ, այգիներ ավերող պստիկ աղվեսներ, որովհետև մեր այգին ծաղկել են։ Երկերկոցը Սողոմոնը գրում է բռնեցեք մեզ համար փոքրիկ աղվեսներին եւ ավելացնում է աղվեսներ, որովհետեւ մեր այգին ծաղկել է, պստիկ աղվեսներին։ Գիտեք, մեր ընտանեկան կյանքերում բոլորիս մոտ ամենը գլոբալ է, ամեն ինչ տեսնում ենք, բայց շատ անգամ չենք տեսնում պստիկ բաները, փոքրիկ բաները եւ փոքրիկ աղվեսները, որ այգին փչացնում է։ Այսօր դու ինձ լսում ես, միգուցե ունես կին, ամուսին, ունես երեխաներ, միգուցե ունես թոռներ, եւ մենք նայում ենք գլոբալ բաներին, բայց փոքրիկ բաները, որ կան մեր կյանքում, աղվեսները, որ մենք կարող ենք չնկատել։ Գիտեք, ես ինքս հովիվ եմ, ես ծառայող եմ ինքս, ունեմ ընտանիք, փառք Աստծո ընտանիքի համար, եւ շատ անգամ մեծ բաներ ենք նկատում, մեծ բաներ ենք տեսնում, բայց այդ փոքրիկ աղվեսները չենք տեսնում, որովհետև դրանք են, որ ավիրում են մեր կյանքը, մեր ընտանիքը։ Այսօր եկեք, եթե անգամ ծառայող ես կամ ինչ որ մի գործունյա մարդ ես, 1 րոպե դիր մի կողմ քո գործը, քո ծառայությունը, ամեն ինչ եթե ձեռքիցդ վերցնեն, դուք տեսնես, քեզ կմնա Աստված եւ քո ընտանիքը։ Ինչ ես անում քո ընտանիքի համար։ Եկեք խոսենք փոքրիկ աղվեսներից, ինչքան ենք մենք իրար նկատում, որովհետև եթե մենք չնկատենք իրար, ընդհանրապես չեն կարող սիրել։ Տարիներ առաջ դեռ ես երիտասարդ էի եւ ճանապարհորդում էի, քարոզում էի եւ մեկտեղ ինձ նկարանում էին հաղորդում։ Եվ հանկարծ վարողը ինձ մի հարց տվեց, ասեց. «Կարող ես ինձ 3 բան ասես, որ դու քո կնոջից կարող ես սովորես, որ դու միշտ նայում ես նրան, ասում ես, այս բնավորությունը, այս ինչ որ նա անում է, ես ուզում եմ սովորեմ նրանից, այդպեսին լինեմ»։ Ես միանգամից մտածեցի,
Մտածեցի ու գիտեք ինչ, ես չգտա այդ բաները։ Եվ ես հասկացա, որ ես երևակայի կնոջս չեմ ճանաչում, որտեղ ես չկարողացա գտնեմ այդ 3 բանը, որ ես պետքա նկատեմ իմ կնոջ մեջ, որ կարող եմ օրինակ վերցնեմ։ Իսկ ո՞նց կարող եմ սիրել, եթե ես չեմ նկատում։ Գիտեք, այդ օրը այդ հարցից հետո իմ կյանքը փոխվեց։ Իհարկե, ես նրան ասեցի, շատ լավ հարց ես տալի, ես պետքա փոխվեմ, ես պետքա իրականում գտնեմ այդ 3 բանը։ Այսօր եթե ինձանից դուք հարցնեք, ինչ 3 բան կա, որ քո կնոջից դու կարող ես սովորես, որ կարող ես դուք ցանկանաս նրան նմանվես այդ բնավորությունով, ես ձեզ կասեմ ոչ թե 3 բան, այլ կասեմ 10-ից ավել բան, որ ես ունեմ, տեսել եմ, նկատել եմ, որ կցանկանայի իրականում այդ բնավորությունը նույնպես ես ունենայի եւ պարզապես փոխեի բնավորությունս։ Երբ որ մենք այդ բաները նկատում ենք, մենք սկսում ենք փոխվել, ուրեմն սիրից նկատենք։ Մենք սկսում ենք ավելի սիրել, ավելի գնահատել։ Երբեք դու չես կարող գնահատել մեկին, եթե դու չես նկատում։ Պարզապես ձևեր կթափենք, կասենք շնորհակալություն կամ մի բան, որովհետև սովոր ենք շնորհակալություն ասել, բայց գնահատականի մեջ մեծ մի բան կա։ Եթե դու նկատես Աստծո գործը քո կյանքում, դու ավելի շատ կգնահատես, ավելի կսիրես Աստծուն։ Եթե փոքր բան եկեղեցում նկատես, օրինակի համար այսօր եկել եք եկեղեցի, եւ եկեղեցին մաքուր է, նստած եք, ձեր հագուստները չի կեղտոտվում, աթոռները մաքուր են, զուգարանները մաքուր են, մտել եք եւ ձեզ լավ մթնոլորտով ընդունել են, ինչ որ դիզայններ են մարդիկ արել, եւ մենք շատ անգամ մտածում ենք, որ տենց է պետք է լինի, բայց եթե մենք նկատենք, որ մեզ համար այսքան բան արված, մենք ավելի կսիրենք եկեղեցին, ավելի կսիրենք մեկս մյուսին։ Այսօր ծառայության ընթացքում փառաբանությունը երգում է, մեկը դուրս է գալի, ողջունում է, ես այսօր խոսում եմ, եթե նկատենք, որ այս մարդիկ ծառայում են մեզ, մենք կգնահատենք, մենք իրականում ավելի շատ բան կանենք, այսպիսով նկատենք մեկս մյուսին եւ այդ աղվեսները վերացնենք։ Մի ուրիշ տեղ եմ ուզում կարդամ Աստծո խոսքից, ընթերցեմ Աստծո խոսքից, Եբրայեցիս 10:24։ Եվ զգուշանանք իրար համար դեպի սերը եւ բարի գործերը գրգռելով։ Աստծո խոսքը ասում է, որ մենք պետքա նկատենք, սովորենք իրարից եւ զգուշանանք իրար համար, ասում է, դեպի սերը ու բարի գործերը։ Ինչ է մեզ պետք, դեպի բարի գործերը, դեպի սերը մենք պետքա նկատենք։ Գիտեք, անգամ թշնամությունը գալիս է մեկս մյուսի միջոցով, երբ որ մենք տեսնում ենք ինչ որ մեկը անուշադիր է կամ մի ուշադրություն չի դարձնում, պարզապես հիշի այն ժամանակները, երբ որ այդ մարդը քեզ ուշադրություն է դարձրել, երբ որ քեզ ինչ որ մի լում է դրել է, նկատի դա եւ գնահատի։ Հիշում եք հայտնության գիրքը ասում է հիշի որտեղից ընկյար վերադարձի այդտեղ եւ իրականում Տերը կընդունի քեզ այդ ժամանակ։ Ամուսնության մեջ պետք է սովորել նկատել մեկս մյուսին դեպի սերը, դեպի բարի գործերը։ Պատկերացնեք, եթե այստեղ Եբրայեցիս 10:24-ը վերցնենք եւ կիրառենք մեր ընտանիքների մեջ, նկատենք իրար դեպի բարի գործերը, գրգռելով եւ սիրելով մեկս մյուսին։ Ինչքան հրաշալի կլինի մեր կյանքը։ Անկամ քո երեխան, եթե մի բան անում, գիտես ինչ, նկատի։ Թվում է, թե այսինքն եթե քո երեխան քեզ համար մի գավաթ սուրճ է սարքում, բերում քեզ տալիս է, եւ դու մտածում ես, դե երեխա է, պարտավոր է, չէ՞, բայց նկատի որ անում է դա, շնորհակալություն հայտնի, շնորհակալությունը բարձրացնում է սիրտը, շնորհակալությունը տալիս է մի ուժ, սրտանց շնորհակալություն իհարկե, որպեսզի նա ավելի եւ ավելի անի։ Գիտեք ինչ, մանկությունից մարդիկ մեկ բան են ուզում, որպեսզի մեկը իրանց տեսնի, մեկը իրանց նկատի։ Մտածում եք, որ երբ որ երեխան մեծանում այդ բանը վերանում է, ոչ, չի վերանում, այդ բանը մնում է, որպեսզի նկատեն։ Գիտեք ոնց է լինում, որ երեխաները մի բան նկարում են, նկարը ձեռքը գալիս են քեզ մոտ եւ ասում են, տես ինչ նկարեցի, սա նկարը, որ բերել եմ, կամ ինչ որ մի բան գրում, առաջի տառերը, եւ դու նայում ես, ասում ես, վա, ապրես, եւ նա այնքան երջանիկ է, որ դու նկատում ես։ Կան ծնողները իհարկե ոնց որ տենց է պետք է լինի, ոչ մի բան չեն ասում են, ապրես բալես գնա, եւ երեխան գնում է իր սենյակը եւ չընդունված է լինում։ Բայց երբ որ դու տեսնում ես, ասում ես, վաու, ինչ ուժեղ է, ինչ լավ ես արել։ Հիշում ես, երբ որ քո երեխան առաջի անգամ ափսի է լվացել, հիշում ես, երբ որ երեխան առաջի անգամ իր հետևից հավաքել է, վերցրու քաջալերի, մի հատ նվեր տու նրան, ինչ որ մի բան արա նրա համար, նկատի ինչ որ արել է եւ այդ ժամանակ նա ամեն ժամանակ նույն բանը կանի։ Գիտեք, այսօր մարդկությունը քաջալերանքի կարիք ունի, բայց շատ անգամ քաջալերանքը կողքն է, բայց հեռանում է։ Կինը զբաղված է իրանով, ամուսինը զբաղված է իրանով, բայց գիտեք, եկել է ժամանակը, որպեսզի մենք զբաղվենք
մեկս մյուսով եւ ձեռք նետենք մեկս մյուսին, նկատենք իրար, քաջալերենք եւ բարձրացնենք։ Հավատացեք, այնինչ որ ես ձեզ ասում եմ, կլինի դա ուժեղ ընտանիք։ Աստծո խոսքը ասում է, տղամարդիկ սիրեք ձեր կանանց, կանայք հնազանդվեք ձեր ամուսիններին։ Ինչ է կարծում կին, եթե դու չնկատես քո ամուսնու, որ աշխատում է քեզ համար, միթե դու կուզենաս քեզ հնազանդացնես իրեն։ Ինչ ես կարծում ամուսին, եթե դու չսիրես քո կնոջը, այսինքն չնկատես քո կնոջ արածները, միթե դու իրան կնկատես։ Գիտեք, հիմա սենց է ստացվում, շատ անգամ ամուսինը տուն է վերադառնում աշխատանքից եւ կինը մտածում այսպես, տենց էլ պետք է նա պարտավոր է գնա ու փող բերի։ Գիտեք, հիմա շատ են տենց ասում, ամուսինը պարտավոր է սենց անի, սենց անի, սենց անի, սենց անի։ Եվ այո, ամուսինը գնում է, պարտավորություն իր կատարում է, փող աշխատելու, դրամ է վաստակում, բերում է, խանութից արևտուր անում, գալիս է, եւ իհարկե սովորականի պես տալիս է ու չնկատված իրականում։ Բայց եթե 1 րոպե նկատես, որ 8 ժամ աշխատել է այդ մարդը, ինչ որ մի բան արել է եւ գիտեք ինչ ավելի կգնահատես, ավելի կնազանդվես, կամ հակառակ եկեք խոսանք։ Ամուսինը գալիս է տուն, տունը հավաքած է, պատրաստ է, կերակուրը սարքած է, երեխաների դասերը արված է, եւ ամուսինը մտածում է, դե ես աշխատում եմ, տենց էլ պետք է լինի, կինը իր պարտականության մեջ է։ Այ հենց սա է խնդիրը, պարտականության մեջ է։ Բայց եթե նկատես, որ այդ կինը վերցրա մի հատ մեծ բեռ քեզանից, որ դու չանես, ինքը անի այդ ամեն ինչը, եւ դու գալիս ես պատրաստի ու նկատես, ավելի կսիրես, ավելի կգնահատես։ Այդ ժամանակ երբեք չես էլ մտածի պրծնես նրանից, դավաճանես կամ բաժանվես, որովհետև դա բերում է կախվածություն մեկը մյուսից, լավ կախվածություն։ Այսինքն, սիրելիներ, եթե մենք իրար նկատենք, իրար տեսնենք, մենք իրար հանդեպ կախվածություն կունենանք եւ մենք մեկս մյուսին կբարձրացնենք ու առանց իրար երբեք չենք կարող։ Շատ անգամ դա կատարվում է միայն ծերության ժամանակ, որ մարդիկ իրարից կպչում են, իրարից բռնվում են, բայց դա այդքան քիչ է մնում այդ օրերը միայն ծերության ժամանակ։ Այդ էլ գիտեք երբ հալեն, որ արդեն ծերացել են եւ մի բան են նկատում, նրանք էլ ոչ մեկին պետք չեն, պետությունը նրանց թոշակ է տալի, երեխաները նրանց քիչ են զանգում եւ հարևաններին կամ աշխատանքի տեղ այդքան ոչ մեկին պետք չեն, նրանք թոշակի են եւ այդ ժամանակ այդ մարդիկ իհարկե դրսի մարդիկ իրաց ուշադրություն չեն դարձնում եւ այդ ժամանակ մարդիկ իրարից են բռնվում, որովհետեւ հասկանում են, բացի իրարից ոչ մեկին պետք չեն։ Դա պարտադրում է ծերությունը։ Իսկ ինչ անենք, եթե այսօր դուք վայելում ես քո երիտասարդությունը, ահա թե Աստծո խոսքը ինչ ասում։ Կատարեք այն, ինչ որ Աստվածաշունչը մեզ ասում է։ Ուզում վերջացնեմ մի քանի տողերով իհարկե։ Մենք կարող ենք սա բարձր չասել, որ մենք նկատում ենք, բայց պարզապես սրտիդ մեջ տեսնես եւ անես այն, ինչ որ կատարվում է, ինչ որ արվում է։ Միայնությունը այն չէ, ես գրել եմ այսպեսի տողեր, միայնությունը այն չէ, երբ դու մենակ ես, միայնությունը այն է, երբ քեզ չեն տեսնում եւ քեզ չեն նկատում։ Մարդը կարող է իր ընտանիքի մեջ լինի շրջապատված 5 երեխաներով, 4 երեխաներով, կնոջով կամ ամուսնով, ծնողներով, փեսայով, թոռներով եւ լինի միայնակության մեջ։ Գիտեք ինչու՞, որովհետեւ ոչ մեկ իրան չի նկատում եւ չի տեսնում։ Ինչի են շատ անգամ մարդիկ ասում ես հիվանդ եմ եւ գալիս ասում վայ ես վատ եմ զգում, ես ինձ հիվանդ եմ։ Իհարկե շատ անգամ եւ չափազանցրած են ասում, որ ես հիվանդ եմ, ես վատ եմ զգում։ Գիտեք ինչու, որովհետեւ գոնե հիվանդությունն է պատճառը, որ պետք է նկատվեն։ Անգամ Հայաստանում շատ են մարդիկ ասում, մեռնեմ, պրծնեմ, կմեռնեմ, նոր կգնահատես, կմեռնեմ, նոր կտեսնես ով է ես։ Գիտեք, արդեն մահով ենք մանիպուլացնում, որ գնահատական ստանանք, տես ես ինչ եմ անում, իսկ դու չգիտես։ Եվ սիրելիս պատկերացնում եք, կմեռնեմ, կպրծնեմ, կմեռնեմ, նոր կիմանաք ով եմ ես, եւ մարդը արդեն մահով մանիպուլացնում է քեզ, որպեսզի դու տեսնես, կմեռնեմ, դու կգնահատես։ Եվ ցավոք, գիտեք ինչ, մենք գնահատում ենք մահանալուց հետո, ասում ենք, լսի, ինչ որ մեկը պակասեց, նա անում էր սա, նա անում էր սա, նա անում էր սա, ցախ էր կոտրում, բերում էր, լույս էր վառում, աման էր լվանում, ճաշ էր եփում, գործի էր գնում, գալիս էր, ապահովում էր իմ տան, հիմա ես ինչ պետք է անեմ։ Մի հատ շատ անգամ ասում են, մի հատ լամպուշկա փոխող չունեմ, որովհետև նա էլ չկա։ Եվ մենք մայից հետո գնահատում ենք, ասում ենք, ինչքան բան կա, որ նա անում էր եւ հիմա մեր կողքին չի։ Եվ մարդը գոռում ասում է, կմանամ, նոր կիմանաք ով եմ ես, ստոպ, կանգ առեք, ժողովուրդ, ընտանիք, որ ստեղծված է Աստծո կողմից, նկատեք մեկը մյուսին։ Երբ որ կենթանի եք, ամեն բանի համար շնորհակալ եղեք, նկատեք, իսկ նկատելը կբերի սեր։ Ընտանիքից ամեն ինչ սկսվում։ Ընտանիքում երբ որ կնկատեք իրար,
գիտեք ինչ կանի, եկեղեցում էլ կնկատեք, պետության մեջ էլ կնկատեք։ Ամեն տեղ կարող եք տեսնել ինչա կատարվում, անգամ գիտեք այսօր պետության մեջ որտեղ մենք ապրում ենք, կառավարությունները, մյուսը ինչ որ մի բան անում են, ասֆալտ են գցում, շենքեր են սարքում, գեղեցկացնում են կամ բան, շատ անգամ մարդիկ փնթփնթում են, բայց ումա պետք է, ումա պետք, նկատեք, գոհացեք, ասեք փառք ես Տեր Աստված, այդ ժամանակ կսիրես, նկատեք Աստծո գործերը, այդ ժամանակ կսիրես Աստծուն։ Եվ այսպիսով սիրելիներս, ամուսնությունը չի քանդվում մեծ բաներից, ամուսնությունը քանդվում է փոքր այսպիսի բաներից, ինչ որ ես խոսում եմ։ Շատերը կարծում են ամուսնությունը քանդվում է մեծ խնդիրներից, բայց ոչ սիրելիներս։ Բայց հաճախ այն քանդվում է փոքր բաներից, աչքերի մեջ չնայեց, շնորհակալություն չասեց, հոգնածությունը չնկատեց, ջանքը չնկատեց, ցավը չնկատեց։ Հիշում եք Հիսուս եկավ եւ ասեց. «Ծարավ է, ջուր տվեցիք, սոված եք, կերակրեցիք»։ Ու ասում ենք, ասենք Տեր, երբ արեցինք այս բանը, Հիսուսն էլ կասի իմ փոքրից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Գիտեք, մի փոքր մի բան, որ մենք անում ենք ինչ-որ մեկի համար եւ նկատենք։ Սերը պահվում է ամենափոքր բաների մեջ։ Նկատեցի, տեսա, սիրեցի։ Միթե դժվար է, հեշտ է։ Գիտեք, եթե դժվար խնդիրներ, միգուցե մենք ասենք, Տեր Աստված այնքան դժվար է, բայց հեշտ է, պարզապես տեսնես։ Նկատես, որ մարդը ինչ է անում, ուր էլ որ գնաս դու շնորհակալ այնտեղից դուրս կգաս, եթե մի փոքր բան տեսնես, ինչ են անում մարդիկ քեզ համար, որպեսզի քեզ լավ լինի։ Հիմա ինչպես սկսենք տեսնել մեկս մյուսին։ Ինչպես սկսենք նկատել մեկս մյուսին, որտեղ սերը եւ ուշադրությունը գալիս այդտեղից։ Ուզում եք ընտանիքում հնազանդություն եւ սեր, ուրեմն տեսեք մեկը մյուսին, նկատեք մեկը մյուսին։ Եվ այսպիսով ոնց է գալի, շատ པարս, մի քանի կետ եմ կարդում։ Ասել շնորհակալություն ամեն ժամանակ։ Գիտեք, ես երբ որ փոքրիկ էի, իմ մայրիկս միշտ ինձ պատժում էր, որ ես պետք է շնորհակալություն ասեմ։ Դա սովորություն դարձավ ինձ համար։ Ամեն ժամանակ որ ուտում էի, անգամ իմ մայրիկից, տատիկից, ոչ շնորհակալություն հայտնում, որովհետև ես մի բան էի հասկանում, նրանք ինձ պարտական չեն։ Սկսեք շնորհակալություն ասել։ Ես մինչև այսօր է դա սովորություն է։ Կինս սեղանը դնում, հաց է դնում, ես հաց եմ դնում, հետո ես շնորհակալություն եմ ասում։ Աղջիկս անում է շնորհակալություն եմ ասում։ Դա հրաշալի սովորություն է, որ մենք կարող ենք շնորհակալ լինենք ամեն ինչի համար։ Եվ դա ասում է նույնպես Աստվածաշունչը, ամեն ինչի համար շնորհակալ եղեք։ Ասել հաճոյախոսություն, ուրեմն առաջինը շնորհակալ եղեք, երկրորդը ասել հաճոյախոսություն մարդուն։ Տեսեք, ոչ թե ինչ որ չափազանցած, այլ նկատել եւ հաճոյախոսել։ Նայեք աչքերի մեջ, նայեք մարդուն աչքերի մեջ հաճոյախոսելուց ոչ թե օդ։ Նայեք աչքերի մեջ, հարցրեք, ինչպես ես։ Պարզապես մարդուն հարցրու, ոչ թե ինչպես ու գնա, այլ փորձի հասկանաս նա ինչպես է, որ ինչով կարող ես օգնել եւ լսել նրան, ոչ թե պարզապես սովորական որ զանգում ենք ինչ որ մեկը մյուսին միանգամից ինչպես ես։ Դա պարզապես ինչ որ մի բան է սովորություն, օրինակ ես հիմա Միացյալ Նահանգներում եմ գտնվում, այստեղ ինձ զանգում են, գիտեք, միանգամից ասում ալո եւ սկսում են խոսալ խնդիրից կամ ինչ որ առաջարկից։ Նրանք երբեք չեն հարցնում ինչպես ես։ Ինձ համար սկզբից անսովոր ասում են, լսի, չեն ասում ինչպես ես, ոնց ես։ Հետո մտածեցի, մեզ մոտ որ հասում են ումա պետք։ Ուրեմն երբ որ հարցում ես ինչպես ես, ուրեմն լսի թե ինչպես է եւ ինչ որ մի բանով պատասխանի եւ ինչ որ բանի օգնի մարդին գրկել առանց պատճառի պարզապես մարդուն գրկի սիրի առանց պատճառի ուրեմն շատ པարզ ամեն օր ինչ պետք է անենք շնորհակալություն ասենք հաճախոսություն ասենք նայենք աչքերի մեջ ասել ինչպես ես եւ գրկել առանց պատճառի առավոտ իրար գրկեք երեկոյան իրար գրկեք եւ կտեսնեք կունենաք շատ ուժեղ ընտանիք Սերը մեծ իրադարձություն չէ, սերը ամենօրյա փոքրիկ ուշադրություն է, կրկնում եմ, սերը մեծ իրադարձություն չէ, սերը ամենօրյա փոքր ուշադրություն է։ Եզրակացություն, ուժեղ ամուսնությունը այն չէ, երբ մարդիկ կատարյալ են, ուժեղ ամուսնությունը այն է, երբ մարդիկ ուշադիր են միմյանց նկատմամբ։ Կրկնում եմ, ես կարդում եմ նորից, ինչ որ ես գրառում եմ արել։ Ուժեղ ամուսնությունը այն չէ, երբ մարդիկ կատարյալ են, ուժեղ ամուսնությունը այն է, երբ մարդիկ ուշադիր են միմյանց նկատմամբ։ Եվ ես այստեղ 3 խոսք եմ գրառել, որ խոսքերն ամենակարևորը։ Ես տեսնում եմ քեզ, ես գնահատում եմ քեզ, դու կարևոր ես ինձ համար։ Ուրեմն 3 խոսք, ես տեսնում եմ քեզ, ես գնահատում եմ քեզ եւ դու կարևոր ես ինձ համար։ Եվ այսպիսով սիրելիս, այս ամենը կոչվում է ընտանիքի ամրապնդում եւ այս ամենը կոչվում է ընտանիք թեմա։ Ուրեմն շարժվեք այդպես,
կգնահատեք իրար, կսիրեք իրար, կբարձրացնեք իրար, չկա գնահատական, չկա ոչ մի բան։ Գիտեք, անգամ դպրոցում որ սովորում են, չկա գնահատական եւ չկա մոտիվացիա սովորելու համար։ Ուրեմն դրեք գնահատական արարքներին եւ գնահատեք, սիրեք ու բարձրացրեք մեկը մյուսին։ Թող ունենաք հրաշալի ընտանիքներ, ով որ չունի, ձգտեք ունենալ այսպիսի ընտանիքներ, ով որ ունի, պարզապես սկսեք պարապել այն բանով, ինչով ես այսօր ձեզ խորհուրդ տվեցի, շարժվեք առաջ, Աստված օրհնի ձեզ, Տերը շատ սիրում է ձեզ։ Ամեն։